Ողջույն, Բուն TV եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուր է եկել գրող Արփի Ոսկանյանը, ում հետ միասին խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաներից։ Ողջույն Արփի։ Ողջույն Մարիամ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ես անցնեմ դուի։ Այո։ Ինչպե՞ս ես սկսում օրդ, Արփի։ Օրս երբ որ սեպտեմբերից մինչև մայիսի վերջ օրս սկսում եմ առավոտ շուտ տղայիս դպրոց ուղարկելով այդ հոգսերով, այսինքն զարթնում եմ որպեսզի արթնացնեմ, հիմա մի քիչ ինձ թույլ եմ տալիս քնել, բայց քանի որ արդեն այդ ռեժիմը ձևավորվել է, միևնույնն է, էլի չեմ կարողանում քնել, ուշ քնում եմ, շուտ արթնանում եմ եւ անընդհատ այս հոգնածության զգացում ունեմ։ Առօրյա աշխատանքային գրաֆիկից դուրս հաստատ գրականությունն էլ մեծ տեղ ունի, չէ՞, որ զբաղեցնում է։ Դե ըստ էության աշխատանքային գրաֆիկի մեջ հենց գրականությունն է մտնում։ Իմ գրականությունը շատ, այսինքն գրելու process-ը շատ բարդ է, որովհետև փոքրիկ տան ենք ապրում եւ այդ տանը բոլորը ստեղծագործում են, իրենց կյանք ունեն եւ շատ դժվար է ուրեմն հարմարվել այդ արանքներում, օրինակ առաջ այդպես ծնկիս ծայրին էի գրում կամ համակարգիչը նոթբուկը դնում էի հենց ծնկիս ու ինչ որ բաներ էի գրում եւ հաջողացնում էի դա կազմակերպել այդպես երեխայի քնի, սննդի ուտելու այդ արանքներում, բայց գնալով այդ process-ը դժվարանում է, որովհետև մարդիկ միայն ֆիզիկական տարածություն չի, որ զբաղեցնում են, մարդիկ նաև հոգևոր տարածություն են զբաղեցնում եւ իրենց մտքերն են զբաղեցնում այդ տարածությունը, իրենց հոգսերը ու գնալով քո տարածքը ավելի է նեղանում։ Ձեր մասին խոսելուց ձեր նկատնում ձեր ընտանիքի եւ համբարձումի հետ խոսելիս եւ քեզ հետ խոսելիս շատ դժվար է իրականում ուշեղի մասին զրույցը շրջանցել, որովհետեւ գրառումներում քո հատկապես ես շատ եմ սիրում անընդհատ կարդալ Մուշեղի մասին, որովհետեւ ամեն անգամ ինչ որ մի նոր բան ու հենց դպրոցի հետ կապված էլ որ խոսեցիր դպրոցից իր մոտեցումները ու արդյունքում ստացվում է որ 3 հոգի, 3-ն էլ բավականին տարբեր ստեղծագործական ու մի տեսակ ուրիշ մարդկանցից ուրիշ մարդիկ եք։ Դե երրորդը ոչ միայն ստեղծագործական process-ի մեջ է, այլ նաև կրթական, սովորում է թավջութակ, այսինքն այդ ընթացքի մեջ է եւ դա էլի մեծ տարածություն է զբաղեցնում եւ ձայնային եւ հենց գործինքը ինքը մեծ է եւ այսինքն ինքը իրենով մեծ տարածություն է զբաղեցնում մեր կյանքում եւ դա որոշակիորեն իհարկե մեզ դնում է մի քիչ անհարմար վիճակի մեջ բոլորիս երեքս էլ ունենք այդ տարածության խնդիրը մեր անձնական տարածքի մեր վուլֆի ասած մեր սենյակի կարիքը ունենք ու այդպես դժվար ենք իհարկե կազմակերպում ստեղծագործական process-ը, պարբերական process-ը։ Այսպես երբեմնակի, երբ որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել, պետք է նստես եւ գրես, կամ պիտի նստես խմբագրես, դա իհարկե անում ենք, բայց այսպես վայելելով ինչ-որ բան գրելու, վայելելով ինչ-որ գործ անելու եւ այդ նաեւ դիսցիպլինայի հարցը շատ դժվար է կազմակերպվում զուտ այդ կենցաղային պայմանների պատճառով։ Գրականություն դեպի գրականություն գալը, գրականության աշխարհ մուտք գործելը մի քիչ կպատմես ոչ թե որպես հենց բուն գրական իմաստով, այլ որպես Արփի, որ հայտնվեց գրական աշխարհում այդ մարդկանց հետ։ Դա իմ կյանքում այնքան վաղ է եղել եւ այնքան ինքնաբերաբար որ այդպես այսինքն շատ սահուն անցումներով որտեվ ես տպագրվում էի երբ որ դեռ դպրոցական էի տպագրվում էի կանչ թերթում աղբյուրում գարունն էի ուղարկում գործերս գրական թերթ եւ անմիջապես այսպես ավարտելուց հետո դպրոցը դեռ նույնիսկ ինստիտուտ չէի ընդունվել երբ որ մտա այդ ուրեմն գրական աշխարհ եւ դա շատ հետաքրքիր ժամանակ էր որտեւ 90-ականներն էին
եւ գրականությունը շատ մեծ տեղ էր զբաղեցնում մեր հասարակության կյանքում, գրողները աստղեր էին, դեռ կար ասենք Ամոսահյան, այո Հրանտ Մաթևոսյանը, դե Հովհաննես Գրիգորյանը դեռ այդպես շատ հայտնի չէր եւ շատ աստղ չէր գրականության մեջ, ինչպես հետո դարձավ մեկ տասնամյակ անց, թեպետ իր նշանակալի գործերը արդեն գրել էր, բայց դեռ իր ժամանակը կարծես չէր եկել։ Այդպեսի մի բան կար եւ շատ հետաքրքիր գրական միջավայր էր, երբ անընդհատ ամենօրյա ռեժիմով լինում էին քննարկումներ, հանդիպումներ, այսինքն մենք տեղ ունեինք, որտեղ հանդիպում էինք, դա գրողների միությունն էր եւ անկախ նրանից այդ օրը մենք ինչով էինք զբաղված, կարծես թե վերջում կամ ընթացքում անպայման մի անգամ գոնե մտնում էինք գրողների միություն, տեսնում էինք իրար, խոսում էինք ու շատ օրինակ հիմա երբ որ կան կայքեր, նույնիսկ ամսագիր կա գրական եւ մարդիկ տպվում են, բայց արձագանքը հազվադեպ են ստանում, իսկ այն ժամանակ օրինակ դու մի բան հրապարակվում էր քեզնից ինչ որ մի բան եւ դու անմիջապես ստանում էիր այդ արձագանքը, անմիջապես կարծիք էիր ստանում քո գրածի մասին, որովհետեւ կային այդ կետերը, որտեղ հավաքվում էին գրողները եւ գրողների միությունն էր դա եւ գարունն էր եւ պապլավոկներ, հետո պապլավոկի դիմացի մայթի դիմակ սրճարանն էր, այդպես կետեր էին, որտեղ իրար տեսնում էինք եւ մտքեր էինք փոխանակում ու դա շատ օգնում էր քեզ կողմնորոշվելու քո հետագա ընթացքի համար, այդ տեսանկյունից կողմնորոշվելու, հասկանալու ինչպես պիտի շարունակես, ինչ նոր միտք կարելի է իրացնել, հա, որտեվ այդ խոսակցություններից ու այդ քննարկումներից են նաև ծնվում նոր մտքերը։ Հիմա որ հետ ես նայում հին արփին եւ հիմա այստեղ նստած արփին շատ են փոփոխությունները, բնական է որ ինչ որ բաներ փոխվում են, զարգանում են տարիների հետ, բայց այն բուն փոփոխությունները, որ հիշում ես ու գուցե կարոտում։ Ճիշտն ասած ես փոքրուց օրագրեր եմ պահել, այդպես երևի մի 8 տարեկանից, 8-9 տարեկանից օրագրեր ունեմ եւ երբեմն կարդում եմ այդ օրագրերս ու տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվել, նույնիսկ ինձ զբաղեցնող թեմաները հիմնական էլի չեն փոխվել, այսինքն իմ մտորումները էլի այդ թեմաների շուրջ են, իհարկե տարբեր տեսանկյուններից, իհարկե փորձով եւ գիտելիքով հարստացած, բայց ընդհանուր հետաքրքրությունների նույնիսկ շրջանակը կարծես թե այսպես կա ինչ որ մի հիմնական գիծ, որը անփոփոխ գնում է եւ նույնիսկ թեման է նույնը, մարդու թեման, հա, ներսիդ թեման, այո, ներսիդ թեման նույնն է։ Բայց իհարկե դա չի նշանակում, որ չենք փոխվում, բնականաբար անդադար փոփոխություններ կան եւ կյանքը անընդհատ նոր մարտահրավերներ է նետում ու նոր խնդիրներ է առաջադրում, որոնք պիտի լուծես եւ այդ լուծման արդյունքում դու անշուշտ փոխվում ես եւ այլևս նույն չես կարող ասել, որ նույն մարդն ես ինչ որ օրինակ 2 ամիս առաջ, որտեղ ունես նոր փորձառություն, նոր գիտելիք, նոր վիշտ, հա, կամ նոր ուրախություն եւ այդ ամեն ինչը քեզ փոխում է։ Ինչքանով ես ինքդ քեզ ճանաչում։ Չեմ ճանաչում բոլորովին, բայց անընդհատ ինքնաճանաչման process-ի, ինքնածանոթացման process-ի մեջ եմ եւ դա հենց այդ process-ի անունը հենց գրականություն է։ Այսինքն գրելով անընդհատ փորձում ես ինքդ քեզ ճանաչել, բայց այդ process-ը վերջ չունի։ Քո գրականությունը, ճիշտ է, ուզում եմ քիչ խոսենք գրականությունից, բայց ամեն դեպքում պիտի գանք ինչ-որ մի կետում, քո գրականությունը հենց դրանով է ինձ համար գոնե առանձնահատուկ եղել, որ ինքդ քեզ ճանաչելու փորձերը փոխանցվել են, օրինակ նաև ինձ, որովհետև ոնց որ ամեն անգամ կարդալուց հետո ես էլ ինքս ինձ սկսում եմ փորփրել ու ինչ-որ բաներ գտնել ու հետագայի վրա էլ է դա անդրադառնում։ Վախենալու չի ինչ որտեղ այդքան ինքդ քեզ, հա, փորելը։
Իհարկե վախենալու է, որովհետև հատկապես եթե փորձում ես անկեղծ լինել ինքդ քեզ հետ եւ չթաքցնել քեզնից քո մութ կողմերը եւ հայտնաբերում ես, որ քո մեջ կան շատ սարսափելի բաներ, կան բոլոր վատ բաները, որ կարող են լինել եւ որոնք հատուկ են մարդուն առհասարակ, բայց իհարկե դրա մեջ կա նաև մի քիչ արհեստական բան էլ, երբ որ դու փորձում ես գտնել մարդուն հատուկ այդ ամեն ինչը քո մեջ, կարծես որպեսզի լիարժեք լիարժեք մարդ լինես եւ դրանով հավաստես, որ դու ըստ էության շատ յուրօրինակ մեկը չես, այլ քեզնից էլի կան մարդիկ եւ այն ամենը ինչ որ կատարվում է մարդու հետ, ծնունդ, մահ, շատ նորմալ է, որ քեզ հետ էլ կատարվի։ Այսինքն դրա հիմքում իհարկե միգուցե, չասեմ իհարկե, միգուցե կա այդ ցանկությունը հաշտվելու մահվան հետ, հասկանալու, որ դու մահվան դիմաց մենակ չես, թեպետ մենակ ենք բոլորս։ Իսկ ինքդ քեզ ճանաչելու ընթացքում ինչ բնավորության գծեր գտել ես քեզ մեջ, որ հատկապես ընդունում ես ու սիրում ես ու հաշտես դրանց հետ։ Ես ընդհանրապես ինձ հետ հաշտ չեմ, անընդհատ ունեմ այդ ներքին զրույցը ինքս ինձ հետ, անընդհատ կոնֆլիկտ ունեմ ինձ հետ, հաշտ չեմ ինձ հետ, բայց կարծես թե փոքրուց սովորել եմ շատ այն ինչ որ լավ այսպես ասեմ, ինչը իմ մեջ հարգում եմ, հա, այդ կարծիքի անկախությունն է, որ երբեք չեմ առաջնորդվում նրանով, հիմնական, այսպես մեյնսթրիմով, հա, եւ գերիշխող կարծիքով, այսինքն բավականին ազատ եմ դրանից ու կարող եմ լրիվ անկախ մի կարծիք հայտնել, չընկնել ազդեցության տակ, այսինքն նույնիսկ հեղինակության ազդեցության տակ, հակառակը նույնիսկ ինչ որտեղ հեղինակավոր կարծիքը, հեղինակության կարծիքը միշտ դնում եմ կասկածի տակ ու կարող եմ բոլորովին այլ կարծիքի հանգել։ Եվ կախված չեմ ուրեմն ծափահարություններից, գովասանքներից, ընդունելությունից, այսինքն իհարկե հաճելի է, երբ որ քեզ սիրում են, գնահատում են, բայց կարող է դա չլինել, ավելի թանկ է այդ քո նվաճումը, ինքդ ինչ որ մի ճշմարտության հասնելու ձգտումը եւ հասնելը։ Այդ ըմբոստությունն էլ է, չէ՞ մի քիչ։ Հա, բայց սա ոչ այնքան ըմբոստություն, որքան անկախ կարծիք ունենալու ձգտումն է, ընդ որում կարող է նույնիսկ այդ ըմբոստությունն էլ է, որովհետև անկախությունը սահմանափակող բան է, այսինքն միշտ հակառակվելու ձգտումն է, երբ որ փորձում ես հիմնական գերիշխող կարծիքին հակառակ մի բան ասել եւ էլի դրա այդտեղ էլ կա վտանգ, որ կկորցնես քո ուրեմն իրական փնտրտուքը։ Դրա համար ավելի մեծ ազատություն է, երբ որ դու ոչ հակադրվում ես, ոչ ձգտում ես համակարծիք լինել, այլ փորձում ես ինքդ քեզ համար ինչ որ մի բան պարզել։ Եվ այդ ուրեմն այդ դիմադրողականությունը քննադատության հանդեպ, դա էլի մի հատկանիշ է, որ ես իմ մեջ շատ գնահատում եմ, այսինքն եւ սիրո, գովասանքի եւ քննադատության հանդեպ բավականին այսպես դրանց բավականին հանգիստ եմ վերաբերվում, կարող են լինել, կարող են եւ չլինել, ինչպես կասեր, կլինի։ Իսկ այսքան շատ մտածելը չի խանգարում ուրիշ մարդկանց հետ շփվելուն։ Բարդացնում ավելի շատ։ Մենք հիմա ընդհանրապես բոլորս շատ քիչ ենք շփվում, որովհետև սոցիալական ցանցերը այդ շփումները լրիվ գողացել են, այսպես ինձ թվում է, որ իսկապես քչացել են շփումները։ Դրանք միշտ միջնորդավորված են այդ վիրտուալ տարածքներով։
Իսկ շփումներին ընդհանրապես կյանքի ընթացքում գնալով դժվարանում են շփումները, որովհետև մարդը կարծրանում է, դա լավ բան չի իհարկե, կա նույնիսկ հետազոտություններ, որ ընկերները պարտադիր է ընկերների պակասելը կյանքի ընթացքում, դա բնականon ընթացք է եւ ամենաշատը ընկերներ ունենում են պատանիները Եթե օրինակ մարդը պատանի հասակում ընկերներ չի ունեցել, հավանականությունը, որ հետո է ունենալու շատ քիչ է, որտեվ ընկերներ այդ տարիքում են ունենում։ Իսկ կյանքի ընթացքում դրանք պակասում են եւ գնալով ավելի ու ավելի։ Գրականության մեջ երազանքներ ունեցել ես։ Գրականության հետ կապված երազանքներ ընդհանրապես չեմ ունեցել երբեք։ Սիրել եմ գրել եմ, բայց երբևէ չեմ երազել, չգիտեմ, գրել, լինել գրական միջավայրում, մրցանակներ ստանալ, նման երազանքներ երբեք չեմ ունեցել։ Ունեցել եմ այլ տիպի երազանքներ, էլի ստեղծագործական, բայց ուրիշ ոլորտներում, օրինակ զբաղվել թատրոնի ռեժիսուրայով, եւ զբաղվել եմ ինչ-որ մի շրջան, հետո դե արվեստաբան եմ կրթությամբ, այսինքն անդադ իհարկե եղել եմ այդ ստեղծագործական process-ների մեջ, ստեղծագործական, հետազոտական, բայց կոնկրետ գրականությունը իմ երազանքը երբևէ չի եղել, բայց ինձ միշտ ուղեկցել է, ընդ որում առաջին փորձերս գրելու եղել են 5 տարեկանում, այդպես բանաստեղծություններ էին, որ շատ նման են բանը ավանգարդիստական բանաստեղծություններին Կան, չէ՞, պահված։ Կային մինչև վերջերս, հիմա այս քանի տարի է փորձում եմ գտնել իմ հայրական տանը եւ չեմ կարողանում, հույս ունեմ, որ չենք շպրտել, այդպես գրքույկ էր ուղակի, մեծ տառերով գրած, շատ հետաքրքիր բանաստեղծություններ էին։ Հույս ունեմ կգտնես։ Հույս ունեմ հանրայնացնես։ Եվ նկարազարդումներով այդ նոր ասացի, որ ոչինչ չի փոխվում, օրինակ ես գրում էի մի 10 տարի առաջ եւ հիմա էլ եմ ուզում նորից վերսկսել, գրում էի քաղաքական հանելուկներ, այդ շարքը, եւ օրինակ իմ այդ մանկական արխիվում գտա պատի թերթ, որը ես էի լրիվ արել եւ այդպես չափածո ոտանավորներ էին երգիծական իմ համադասարանցիների մասին, որը դրա մասին ես նույնիսկ մոռացել էի։ Ասում եմ ասել, այդ կարգի մարդը կարող է չփոխվել անընդհատ ինքը իր հիմնական թեմաները, հիմնական նախասիրությունները եւ կարող ես միշտ գտնել քո այս ներկայիս զբաղմունքների ինչ որ սաղմեր քո անցյալում, քո մանկության մեջ։ Քո կյանքը վեբ եթե լիներ ու դու էլ խմբագրեիր, շատ բան կխմբագրեիր։ Իմ կյանքը այդքան հետաքրքիր վեբ չի, որտեղ տարբեր վեպեր են խառնված, բայց ի վերջո վեպերը, որոնք գործերը, որոնք գրվում են, մեր կյանքից են եւ այս պահին էլ օրինակ ես ապրում եմ մի ժամանակաշրջան իմ կյանքում, երբ կարծես թե իմ կյանքը չլինի, այսինքն կատարվում են իրադարձություններ, որոնք ես ապշում եմ, որ կատարվում են ինձ հետ, կատարվում են իմ կյանքում եւ որոնք պարզապես օրինակ երբ որ ես պատմում եմ ընկերներիս, ասում են ոնց որ կինո լինի կամ ոնց որ վեբ լինի, նույնիսկ եղբայրս ասեց դու պիտի դա գրես եւ դա լինելու է քո լավագույն վեպը։ Ասում ասել մեր կյանքում անընդհատ այդպիսի ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեսնում մեր առօրյան, մեր կյանքը, մեր օրը, ըստ էության դա կարող է լինել շատ անհետաքրքիր եւ ձանձրալի, բայց կարող է եւ հետաքրքիր պատմություն լինել դրանից դուրս գալ։ Ինքը անհետաքրքիր մի բան է, եթե դու չունես այդ հայացքը քո կյանքին, եթե չես կարողանում դա պատմել, օրինակ Սարտրը այդպիսի շատ լավ միտք ունի, որ իր սրտխառնուկ վեպում, որը իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել երիտասարդ տարիներին,
այդպիսի ուրեմն խոսք ունի, որ մենք կամ ապրում ենք, կամ պատմում ենք մեր կյանքը, կամ մեր կյանքը անդադ վեր ենք ածում պատմության, այսինքն երկուսն իրար հետ չես կարող անել, կամ ապրում ես եւ երբ որ ապրում ես իրականում կյանքը բավականին անհետաքրքիր է, իսկ երբ որ վեր ես ածում պատմության, կյանքը հետաքրքիր է թվում, բայց դու չես ապրում այդ ընթացքում, որովհետեւ դու քո կյանքը դարձնում ես պատմություն։ Ոչ թե որովհետև գրում ես այդ պահին, այլ որովհետև դու ըստ էության կեղծում ես այդ քո կյանքի փոխարեն, դու այդ պատմությունն ես դնում։ Ու կեղծել շակերտների մեջ իհարկե, որովհետև այդտեղ ինչպես պատմես, այնպես էլ կլինի, էլի։ Քո մասին շատ ես բամբասանքներ լսել։ Որ հասել է քեզ։ Բամբասանքներ, հա, շատ միշտ եղել են, եւ նույնիսկ հիմա կան։ Այո, լսել եմ շատ։ Բայց չարցնես ինչ բամբասանք։ Հետաքրքիր է, որ այս հարցը բոլորին եմ տալիս բամբասանքների հետ կապված եւ միշտ փորձում եմ հասկանալ արդյոք տղամարդկանց ավելի քիչ են, այսինքն ինչ են պատասխանում տղամարդիկ այո թե ոչ ու հիմնականում ավելի քիչ են իրենց մասին լսել բամբասանքներ ու կանանց դեպքում ավելի շատ են դրանք լինում մեր հասարակության ոնց որ դե բնական է, հա, դա որ կանանց թիրախավորում են հատկապես անձնական կյանքի, հա, միանշանակ եւ այլն ընտրությունների, իրենց անձնական կյանքում կատարած ընտրությունների, հաջողությունների միշտ կա այդ բանը, բայց ես դրանից չեմ նեղվել, ծանր չեմ տարել, հակառակը մտածել եմ, որ եթե քո մասին խոսում են, ուրեմն այնց հետաքրքիր ես, հատկապես երբ որ գիտեք, բաները, գրողները իրական շատ բամբասկոտ մարդիկ են, ես նույնիսկ պատմվածք ունեմ այդպես բամբասանքներ ի սկզբանե, եւ հենց այդ բամբասելու, խոսելու կրքի մասին, իրականում դա ոնց որ գրողների հատկանիշներից է, որովհետեւ դա գրականությունն էլի վերջո, այդպես բամբասելու մի փորձ է, էլի, անորոշ մեկի հետ, ինչ որ մեկի հետ քո մտքերը կիսելու, եւ ես դրան շատ հանգիստ ու առողջ եմ վերաբերվում, ես ինքս եմ սիրում բամբասել, իհարկե ոչ այնց չարախոսել, բայց բամբասել, քննարկել ինչ-որ մարդու կամ մարդկանց վերլուծել նրանց արարքները, ես դրանից չեմ խորշում, նույնիսկ սիրում եմ, անկեղծ խոստովանում եմ։ Իսկ կյանքի հետ շատ ես կռիվանում։ Կյանքի։ Ապրելու, հենց որոշում տեղի ունեցող իրադարձությունների չհարմարվելու, այսպես ասած։ Հասկացա, հա։ Իրականում չէ, սկսել եմ հարմարվել, ըստ երևույթին դա տարիք է, իրականում շատ դժվար է, այդ որ այս վերջերս մտածում էի, որ մինչև հարմարվում ես ապրելուն, գալիս է մեռնելու ժամանակը, այդպես, իրականում դժվար ես հարմարվում, բայց ինչքան շուտ սկսես հարմարվել կյանքին, ինչքան շուտ ընդունես կյանքի այդ խաղի կանոնները, կամ, չգիտեմ, եթե դու քեզ դիրքավորում ես որպես այդ խաղի կանոնները փոխող մեկը, ինչքան շուտ դիրքավորես քեզ այդպեսին, այնքան ավելի լավ էլի, որովհետև իրական process-ը ժամանակատար է եւ նյարդատար եւ իսկապես կյանքդ անցնում է այդ անդադ այդ դժբախտության զգացման, այդ անհարմարավետության, ապրելու անհարմարության զգացմամբ, որը ինչքան շուտ ավարտվի, այդ փուլը այնքան լավ իմ կարծիքով։ Բացի տարածքից, տեղից, այդ կենցաղային խնդիրներից երկու գրող նույն տանը։ Շատ են դժվարությունները։ Դե իրական իհարկե մենք շատ խանգարում ենք իրար, բայց նաև օգնում ենք, որովհետև միմյանց խմբագիրներն ենք եւ առաջին այսպես քննադատները ու մեկի փորձը մյուսին իհարկե նաև օգտակար է լինում, բայց քանի որ ստեղծագործելը իսկապես պահանջում է տարածք, մենակություն,
լռություն, իհարկե այդ ընտանեկան կյանքում դա դժվար է կազմակերպելը։ Արփի մշտական հարց ունենք, պատկերացնենք հայ ժամանակակից գրականության որևէ գրքերից կամ պատմվածքներից մեկը դու ես գրել կամ թեկուզ բանաստեղծություններից, որ ստեղծագործությունները կլինեին դրանք, որոնք իմը չեն, որոնք քոնը չեն, բայց կարող էին քոնը լինել։ Չկան այդպիսիք։ Իհարկե կան գործեր, որոնք ես շատ գնահատում եմ։ Չէ, չկան այդպիսի գործեր, որ կուզեի ես դրան գրած լինել։ Չկան։ Իսկ ամենասիրելի գործեր կոնե կասես։ Ամենասիրելի գործերը դե հիմա կստացվի, որ իմ ամուսինն դրա համար այդպես նախ շատ տարբեր ենք մենք, շատ տարբեր ենք գրում եւ այսինքն հանգիստ կարող էի եւ չհավանել, բայց հենց այդ տարբերությունն եմ հավանում եւ սիրում համբարձումի, որտեղ ինքը ունի գործեր, որոնք ես համարում եմ, որ ոչ միայն ժամանակակից հայ գրականության, ընդհանրապես հայ գրականության, այսպես ոնց են ասում, ոսկե ֆոնդի գործեր են, այդպիսին կենօրինակ ուզվորը, որը հատված էր վեպից, Գազանիկը եւ մահը այդպես էր կոչվում վեպը, որը կորավ մեր համակարգիչների հետ, որոնք գողացան մեր տնից եւ այլևս չկարողացանք վերադարձնել, բայց այդ հատվածը քանի որ մեծ հատված էր, որը այսպես պարբերաբար տպվել էր օրաթերթում, մի քանի համարում, այդ հատվածը ոնց որ մնաց եւ ես կարծում եմ, որ դա մի հրաշալի այսպես գրական կտոր է, որը կապրի երկար շատ։ Ինչպես նաև այնտեղ քաղաքական իր պատմվածքները, պաստառ պատմվածքը, որ իր օրինաց ժանրն է, էլի շատ այնտեղ Սաշան պատմվածք ունի, որը ես ամեն անգամ կարդալիս չեմ լացում եմ, այսինքն արդեն չգիտեմ, առնվազն եւի մի 10 անգամ կարդացել եմ, բայց հիմա էլ որ կարդամ, էլի կհուզվեմ։ 3 փոքրիկ հարց ունենք վերջում։ Դու ավելի շատ քեզ համարում ես կասկածող, վստահող, թե ստուգող։ Կասկածող, վստահող, թե ստուգող։ Ստուգող այդքան չէ, բայց կասկածող էլ եմ, վստահող էլ եմ, երկուսն էլ հավասար։ Ամեն ինչին կասկածում եմ պարտադիր, կասկածի տակ եմ դնում։ Ես այդպիսի համբավ ունեմ, որ միամիտ եմ, միամիտ եւ դյուրահավատ, բայց իրականում այդպես չի, ես պարզապես լոռեցի եմ եւ այդ լորվա կարծրատիպը, լոռեցիների կարծրատիպը կարծում եմ մի քիչ էլ ինձ վրա է տարածվում, այսինքն այդ պարզամտությունը, ուղղամտությունը հաճախ մարդիկ շփոթում են դյուրահավատության հետ, միամտության հետ, բայց այդպես չի, ես ամեն ինչին կասկածում եմ եւ հաճախ իմ կասկածները ճիշտ են դուրս գալիս, երբեմն այսինքն նաեւ ստուգում եմ դրանք իմանում եմ, որ ճիշտ են։ Ավելի շուտ կուզեիր քեզ հասկանան, ընդունեն, թե հանգիստ թողնեն։ Ես ունեմ այդ ինքնաբավությունը առանց մարդկանց ապրելու եւ ունեմ այդ փորձը, ես կարող եմ ամիսներով փակվել, ոչ մեկի չտեսնել եւ լինել շատ երջանիկ եւ հակառակը միշտ փորձել եմ այդպես դնել այդ սահմանները, պատեր, այնպես որ ընդունվելու, հասկացվելու կարիք որպես այդպեսին չունեմ։ Ավելի շուտ քեզ համարում ես լավ մայր, լավ կին, թե լավ գրող։ Վայ։ Չէ, լավ մայր չեմ։ Դա ընդհանրապես մայր չեմ, այդպես ընկեր եմ իմ երեխայի համար։ Բայց գուցե դա ավելի լավ է։ Գուցե։ Միգուցե։ Բայց չեմ կարող ասել, որ այ ես լավ մայր եմ։ Չէ, չեմ կարող։ Որտեվ իմ երեխան կարող է սոված մնալ, չգիտեմ, կարող է մազերը կտրած չլինել, կարող է վատ սովորել, կարող է դպրոց չգնալ, մի խոսքով լավ մայր չեմ եւ այդպես առանձնապես չեմ դաստիարակում, լավ կին էլ չեմ, այդ էլ հաստատ կարող եմ ասել,
էլի այդ իմ ոնց է ընտանեկան պարտականությունները միշտ թերակատարում եմ, չէ, մյուսը ինչ էր։ Լավ գրող։ Դե մի քիչ դա չեմ կարող ինքս իմ մասին ասել։ Բայց ես սիրում եմ ինձ կարդալ, ժամանակ առ ժամանակ կարդում եմ, չգիտեմ դա դրանից կարելի արդյոք եզրակացնել, որ լավ գրող եմ թե չէ, բայց շատ սիրում եմ եւ ուժ եմ ստանում իմ գրածները կարդալուց, հին գրածները կարդալուց, որովհետեւ ոնց որ այդ տարիների իմ փորձը, մտորումները, վախերը, անհանգստությունները, դրանց հաղթահարումը բոլորը խտացված են այդ ուրեմն գործերի մեջ, բայց հատկապես սիրում եմ կարդալ իմ օրագրերը։ Եվ վերջին հարցը գրողի ծոցիցը քեզ համար տարօրինակ էր, հետաքրքիր էր թե ցանցրալի էր։ Չէ, միշտ հետաքրքիր է ինքդ քո մասին խոսելը։ Ես կարծում եմ դա չի կարող ցանցրալի լինել։ Մենք մեզ միշտ հետաքրքիր ենք, այնպես որ շատ հաճելի առիթ խոսելու ինքս իմ մասին, վաղուց չէի արել դա։ Շնորհակալ եմ շատ, որ եկար եւ շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, շարունակեք հետևել գրողի ծոցիցին, որպեսզի հենց դուք գտնեք ձեզ համար սիրելի ժամանակակից գրողներին։ Հաջողություն։